Մովսես մարգարեն երբ բարձրացավ Սինալեղ տասնաբանյա պատվիրանը ստանալու երկրորդ օրինաց գրքից իմանում ենք, որ 40 օր և 40 գիշեր ոչինչ չկերավ և ոչինչ չխմեց և 40 օր աղոթքի մեջ եղավ։ Եվ 40 օր այդ աղոթքով մնայուն հաղորդակցության մեջ եղավ Տիրոջ հետ, Աստծո հետ։ Եվ որևիցե մեկը մարդկային պատմության մեջ Ադամից սկսած, բացի Ադամից, այդպիսի ուղղակի հաղորդակցության մեջ երևի չի եղել Աստծո հետ, ինչպես Մովսես։ Եվ պարզ է, որ այդ աղոթական վիճակից հետո, երբ ստացավ տասնաբանյա պատվիրանները և երկու քարեղեն տախտակների վրա Աստուծո հատով գրված տախտակները ստացավ և իջավ Սինալեղից, տեսավ, որ ժողովուրդը սպասելով 40 օր ձանձրացել է և իր համար ոսկեհորդ է ստեղծել և սկսել է ոսկեհորդին պաշտել, մտածելով, որ Մովսեսը այլևս չի վերադառնա։ Եվ բարգացավ Մովսես և խփեց գետին իր քարեղեն տախտակները և կոտրեց և բարգացավ ժողովրդի վրա և ոսկեհորդը փշրեց, մանրեց և լցրեց գետը և Տերը նույնպես բարգացավ Աստված և Մովսեսին հայտնեց, ասելով, որ պիտի ոչնչացնեմ այս ժողովրդին, որովհետև խստապարանոց ժողովուրդ է։ Ինչքան հրաշքներ ցույց տվեց Տերը մինչև Մովսեսի Սինալեղ բարձրանալը։ Աբրահամին ընտրեց, սերունդ տվեց, զարգացրեց, հզորացրեց, Եգիպտոսի գերությունից փրկեց, Կարմիր ծովից անցկացրեց, անապատում մանանա իջեցրեց երկնքից և այդքանի դիմաց ժողովուրդը նույն ապերախտը գտնվեց, երախտամորը գտնվեց և փորձեց իր ստեղծածը պաշտել իրեն ստեղծողին պաշտելու փոխարեն։ Եվ երբ Տերը հայտնեց Մովսեսին ասաց, պիտի ոչնչացնեմ այս ժողովրդին և ուրիշ ժողովուրդ պիտի ստեղծեմ։ Մովսեսը դարձյալ բարձրացավ լեռ և երկրորդ անգամ 40 օր և 40 գիշեր աղոթեց Տիրոջը, աղաչեց Տիրոջը իր ժողովրդի մեղքերի և իր ժողովրդի հանցանքների համար։ Եվ որից հետո երկրորդ անգամ լինելով ստացավ տասնաբանյա և իջավ և տարավ առաջնորդեց ժողովրդին Տերի ավետյաց երկիր։ Այսօր դատավորի կիրակին է, անիրավ դատավորի և այրի կնոջ մասին պատմող, թե ինչպես այրիկինը անընդհատ դիմում էր անիրավ դատավորին և որ ի վերջո այդ թախանձակներին տեղի տալով դատը լուծեց հօգուտ այդ այրի կնոջ։ Այսինքն այս առակը մեզ խոսում է աղոթքի կարևորության մասին։ Եվ ահավասիկ դրա համար մենք գնացինք Մովսես, ցույց տալու համար աղոթքի կարևորությունը և աղոթքի պատմական նշանակությունը մարդկային պատմության մեջ։ Որովհետև հիմա մարդիկ շատ հաճախ մեծավ մասամբ կարծում են, թե պատմությունը գործողությունների, առավել ևս միայն մարդկային գործողությունների շղթա է և մարդկային գործողությունների արձանագրում։ Այնինչ պատմությունը մեծ աղոթողների թողած հետևանքն է, որի շնորհիվ մարդկությունը առ այսօր ապրում է։ Մովսես աղոթողի շնորհիվ է, որ իր ազգը, իր ժողովուրդը առ այսօր գոյություն ունի։
40 օր եւ 40 գիշեր ոչ հաց կերավ, ոչ ջուր խմեց, երկու անգամ իր ժողովրդի համար։ Ոչ թե իր համար ինչ-որ անձնական բան խնդրելու, այլ իր ժողովրդի մեղքերի համար, որպեսզի այն մեղքերը, որ գործեցի, այդ մեղքերի համար չպատասխան։ Մենք 40 րոպե աղոթելու դժվարություն ունենք, ուր մնաց թե 40 օր և 40 գիշեր, ոչ միայն աղոթենք, այլ նաև մեզ զրկենք հացից ու ջուրից։ Եվ ուրեմն այս իրականությունները, որ բերում համեմատում ենք իրար, պիտի հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ աղոթքը շատ կարևոր բան է մարդկային պատմության մեջ։ Եվ այն ողբերգությունները, որ տեղի են ունենում և շարունակում են տեղի ունենալ և տեղի են ունեցել աղոթքի բացակայության, աղոթքի չգոյության արդյունքում։ Դե աղոթքը պարզապես մարմնի դիսկ չէ։ Եկան, ծունգի եկան, կամ կանգնեցին, կամ գլուխներս խոնարհեցին։ Ոչ էլ բառեր են անպայմանորեն, որ պիտի արտասանենք, ոչ էլ մեր միտքն է, որ պիտի ուղղենք դեպի այն մտածումը, որ աստվածային է, այլ հոգին է, որ պիտի այն աղոթական վիճակում լինի։ Երբ որ պիտի ամեն ինչ անջատենք, մարմին, միտք և միայն հոգին է, որ պիտի հաղորդակցության մեջ մտնի Աստծո հետ։ Մեր սահմանափակ մարմնով չենք կարող անսահմանի հետ շփվել։ Մեր սահմանափակ մտքով չենք կարող անսահման մտքի հետ հաղորդակցվել։ Միայն հոգով և ճշմարտությամբ, միայն հոգով, որ մենք Աստծո պատկերն ենք, հոգով կարող ենք շփվել Աստծո հետ և Աստծուց պատկամ ստանալ և Աստծուց նաև մեր մեղքերի, մեր հարազատների մեղքերի համար թողություն ստանալ։ Այս է, որ մեր ժողովրդին հիմա կարևոր կերպով բացակայում է, ժողովրդի մոտ կարևոր կերպով բացակայում։ Կարծում ենք, թե մեր առօրյա գործերը, առօրյա զբաղումները, նաև խոսք ու զրույցները, կատակները, տղամարդկանց համար գյուղամիջում նստելն, արդի խաղալը և թղթախաղով զբաղվելը, կանանց համար սուրճի շուրջ բամբասելը, սրանք կարծում ենք ավելի կարևոր բաներ են, քան աղոթելը։ Դրանք էլ իրենց հետևանքներն ունեն։ Այդ բոլորն էլ իր հետևանքներն, ինչպես աղոթքը ասացինք իր հետևանքը ունի, այնպես էլ այդ բոլոր բաները իրենց հետևանքներն ունեն։ Ցավոք, վատ և տխուր հետևանքներ։ Վատ և տխուր հետևանքներ։ Երբ որ Տերը Սոդոմ Գոմորը ավերելու որոշում էր կայացրել, Աբրահամը հարցրեց, եթե 10 հոգի արդար լինի այդ քաղաքներում, կործանելու ես։ Եվ ասաց Տերը ոչ, այսինքն 10 հոգի չգտնվեց այդ քաղաքում, որպեսզի կործանումից խուսափեր։ Եվ ընդամենը Ղովտի ընտանիքը, որ արդար էին, միայն նրանք կարողացան դուրս գալ այդ քաղաքի կործանումից։ Բայց այստեղ էլ փորձությունը եկավ հասավ Ղովտի կնոջը, ով հետաքրքրասիրությունից դրդված շուռ եկավ և նայեց, միշտև իրեն ասվել էր, շուռ չգաս և չնայեց։ Շուռ եկավ հետ նայեց և քարե աղե արձան դարձավ։ Այսինքն նույնիսկ արդարությամբ կարելի ապրել մեղքի մեջ, բայց մեղքից հեռանալուց մեղքի մեջ ընկնել։ Սրա համար աղոթքը ամենակարևոր բանն է։ Տեսեք, Ղովտի ընտանիքը, Ղովտի կինը մեղքի մեջ արդար էր, մեղքից դուրս եկավ և գայթակղության մեջ ընկավ կինը։ Ուզես նայել մեղքի հետևանքներին, մեղքի նկատմամբ վերաբերմունքին, հետաքրքրասիրությունը հաղթեց իրեն, քան իր աղոթական կապը Տիրոջ հետ։ Դրա համար այսօրվա ավետարանը խոսեց Դադարոմի առակի մասին,
Ովդի կնոջը, որ ամբողջ կյանքը անցկացրեց առաքինին եւ վերջին պահին տգարացավ եւ թուլացավ։ Դրա համար աղոթքը ոչ թե մի պահի համար է, ինչպես մենք ենք անում, մեծամասն, կիրակից կիրակի, ոմանք տարին մի անգամ եկեղեցի գալով եւ մի երկու խոսք ասելով Տիրոջը, շուրթերի շարժումով կամ մտքի մտածումով, մի քանի մոմ վառելով, կարծում ենք մեծ բան արած լինենք եւ կարծում ենք թե դրանով Աստուծո ողորմությունը պիտի շահենք։ Մովսես, որ սուրբ մարդ էր, երկու անգամ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահեց եւ աղոթքի մեջ անցկացրեց։ Հիսուս, մեր Տերը, որ կարիք չուներ Աստուծո որդի լինելու, 40 օր եւ 40 գիշեր դարձյալ աղոթքի եւ ծոմապահության մեջ անցկացրեց։ Իսկ մենք բարձրում ենք դրա կարիքը չունենք։ Ոչ ծոմապահության, ոչ աղոթքի, ոչ խոկումի, ոչ եկեղեցի այցելելու, ոչ Տիրոջը հիշելու, ոչ մի բանի կարիք չունենք։ Ինչու՞, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգ ենք։ Մեր փոխարեն մեր պապերը երևի մեզ համար արդեն աղոթել են։ Մեր նախամայրերը եւ նախահայրերը երևի մեզ համար այնքան են աղոթել, որ մենք աղոթելու պետք չունենք։ Այս սխալ մտածումն է, որ մեր մեջ իշխում է։ Բայց մյուս կողմն էլ պետք է հասկանալ եւ ընտրել։ Երբ որ ասում ենք աղոթել, չի նշանակում ամեն ինչ թողնել, տուն, տեղ, գործ, աշխատանք, հոգս, ամեն ինչ թողնել եւ վազել աղոթելու, ոչ։ Այդ գործի ընթացքում կարող ես աղոթել։ Չկա մի պահ, որևիցե մի ժամանակ, որևիցե մի գործ, որևիցե մի առաքելություն, որ իրականացնես եւ հոգեվոր կապ հնարավորություն չունենաս ունենալու Տիրոջ հետ։ Ուրեմն խոսքը այն մասին չի, որ թողնել օրվա գործը եւ զբաղվել աղոթքով։ Այդ խոսքը այն մասին է, որ օրվա գործի ժամանակ չմոռանամ աղոթել, չկտրեմ աղոթական կապ։ Չկա աշխարհում մի գործ, որի ժամանակ աղոթել հնարավոր չլինի, եթե հոգիդ աղոթում է։ Նույն մտավոր աշխատանք, ֆիզիկական աշխատանք, ինչ աշխատանք ուզում եք արեք։ Եթե հոգին ձերբազատված է եւ ազատ է եւ Աստծո հետ հաղորդության մեջ է, ամեն ինչ անելուց եւ ամեն ինչ մտածելուց Տիրոջ հետ հաղորդության մեջ կարող ես լինել եւ աղոթել։ Եվ աղոթքի պատասխաններ անպայմանորեն ստանալ։ Եվ անպայմանորեն ստանալ ոչ թե քո ուզած ժամանակ, այլ այն ժամանակ, երբ որ քեզ պետք է իրոք անհրաժեշտ է, եւ Տերը ավելի լավ գիտի, թե քեզ երբ եւ որտեղ է պետք այն ինչ որ դու խնդրում ես։ Եվ եթե չես ստանում այն ինչ որ խնդրում ես, ուրեմն դա քո համար չէ։ Որովհետև Տերը ավելի լավ գիտի։ Մեր յուրաքանչյուրիս օգուտն ու վնասը կամ մենք ինքներս կարծում ենք թե գիտենք։ Եվ դրա համար անհրաժեշտություն է աղոթելը, որովհետև աղոթքը, ասում եմ, այն է, ինչով կարող ենք շփվել անսահմանության հետ, անսկզբի հետ, անվերջի հետ։ Ուրիշ որևիցե միջոց չկա։ Աղոթքը մաքրում է այն անոթները, այն խողովակները, որոնք մենք կապում ենք անեյության հետ, անսկիզբ Աստծո, այս տիեզերքը ստեղծող Աստծո հետ։ Եվ պիտի մաքրել այդ խողովակները պարբերաբար, մնայուն քեզով պետք է մաքրել, որպեսզի աստվածային շնորհը այդ խողովակներով իջնի մեր ժողովրդի մեջ։ Եվ եկեղեցիները այդ խողովակներն են, որտեղ մնայուն կերպով այդ աղոթքը կա, եւ այստեղի հնչող աղոթները, շարժվող աղոթները, իրար գումարվող աղոթները,
Աստվածային շնորհն է իջեցնում, աստվածային ողորմությունն է իջեցնում։ Եվ որքան շատ լինի աղոթքը մեր ազգի կյանքում, որքան շատ լինեն աղոթողները մեր ազգի կյանքում, այնքան բարիքն ու ողորմությունը եւ շնորհը առատ կլինի։ Եկեղեցի սա է պատկանում, եւ Տերը սա է պատկանում։ Իսկ մենք մեր առօրյա մտածումների մեջ կարծում ենք, թե մենք ավելի խելացին ենք, քան մեզանից առաջ եղած սուրբ հայրերը, որ այս կարգ ու կանոնը մեզ համար հաստատեցին, որ մենք աղոթական մնայուն վիճակի մեջ լինենք, բայց առավել ևս աղոթական մնայուն վիճակի մեջ լինենք այս 40-օրյա պայծառության շրջանում։ Իսկ մենք ինչպես ամեն պատվիրան, այս նույն պատվիրանը ևս ամրոցնելու եւ արհամարելու անմիտ ընթացքի մեջ է։ Եվ երբեմն էլ, եւ ոչ թե երբեմն այլ հաճախ աղոթքը դարձրել ենք պարզապես Աստծուց պահանջի։ Խնդրանք էլ չեմ ասում, պահանջի։ Կարծես Աստված պարտավոր է մեր քմահաճույքները կատարել, եւ եթե մեր քմահաճույքներն չի կատարում, խռովում ենք, մեջք ենք դարձնում, թողնում հեռանում ենք, Աստված չկա ասում ենք, եւ նման անմտություններ։ Եվ աղավասիկ այսօրվա օրը մեզ հիշեցնում է, որ ոչ մի տեղեր չունենք հաղթելու։ Վաղ թե ուշ այն աղոթական բացակայությունը, որ մեր կյանքում եղել է, դառնալու է Աստծո հետ հանդիպման ժամանակ մեր դատախազը եւ մեղադրելու է։ Որովհետև այնտեղ չենք կարողանալ Տիրոջը խաբել։ Հիմա որևիցե մեկին գյուղ դուրս արի եւ հարցրու ինչու չէի եկել եկեղեցի եւ ինչու չես աղոթում, միլիոնվա պատճառաբանություն կբերի։ Բայց Տիրոջ մոտ դա չի անցնելու։ Մեզ մոտ կարող է անցնի, մենք կարող է համաձայնենք, ասենք, հա, ճիշտ ես ասում, հնարավոր է։ Բայց Տիրոջ մոտ չի անցնի, Տերը որովհետև յուրաքանչյուր բան գտնի իր առաջ։ Խոսապելու տեղ չես ունեն, արտարանալու տեղ չես ունեն, նաև Տերը հարցնելու է, 60 տարեկան մարդ, 60 տարվա մեջ, 60 տարվա կյանք ես տվեցի, այդ 60 տարվա մեջ, 60 օր, կամ 60 ժամ, կամ 60 րոպե, ինձ հետ կապի մեջ եղար, վերջ-վերջո քեզ տվեցի 60 տարի, 70 տարի քեզ ժամանակ տվեցի, որպես ինձ հետ կապի մեջ մտնես։ Եվ դու քո ամբողջ այդ 60 տարվա, 70 տարվա, 70 րոպեն ինձ նվիրելու զլացար։ Բա ինչ ես ուզում դրա փոխարեն։ Հիմա եկել կանգնել ես իմ առաջ, ինչ ես կամենում։ Այս պարզ ձևով մատուցում եմ ես այս ճշմարտությունը, որպես յուրաքանչյուրին հասկանալի լինի, թե ինչքան հեռու ենք մենք այն աղոթական վիճակից, որ ասենք ուներ Մովսես, եւ ասենք ուներ մեր Տերը, ունեին առաքյալները, ունեին մեր սուրբ հայրապետները, ուներ Գրիգոր Լուսավորիչը, որքան հեռացել ենք մենք։ Եվ մեզ համար աղոթքը որքան մեխանիկական եւ մարմնական բան է դարձել։ Մենք կարծում ենք, եթե եկանք, մեզ բերեցինք եկեղեցում, դրեցին, մի երկու մոտ վառեցին, մի երկու անգամ ծունգի եկանք, բարձրացանք, իջանք, մեծ բան արեցինք եւ աղոթական սխրանք գործեցինք։ Այո, դա էլ անելն էլ գոնե լավ է, քան ընդհանրապես չանել։ Բայց եթե գալիս ենք եկեղեցի, մենք միշտ հարաճուն, հարատև այդ վերելք ունենանք, զարգացում ունենանք։ Ինչպես երեխան, որ դպրոց է գնում, առաջին դասարանում, սովորում է որոշ բաներ, 10-րդում նույն առաջին դասարանցի չի։ Ինչ-որ բան սովորած եւ հասունացած պետք է դուրս գա։ Աճ արձանագրած պետք է դուրս գա, չէ՞։ Համալսարան գնում եմ, պիտի աճ արձանագրի։ Եթե նույնն է մնում ինչ-որ էր, իմաստ չունի։ Նույնի եկեղեցին է, ինչի համար ենք գալիս եկեղեցի, որպեսզի
արձանագրենք։ Եթե հոգևոր աճ չենք արձանագրում, միշտ նույնն ենք, նշանակում է իզուր ենք գալիս։ Կամ իզուր ենք վատնում այս ժամանակ։ Դրա համար եզրափակելով այսօրվա դատավորի առակը իրոք աղոթելու անհրաժեշտության, անձանձրույթ աղոթելու անհրաժեշտության մասին է խոսում։ Եվ ինչպես ասացի, անձանձրույթը չի նշանակում վանուգործ թողնել և միայն ծունկի գալ և աղոթել, այլ միշտ ամեն տեղ, ամեն ինչի մեջ, ամեն գործանից այդ աղոթական վիճակը պահպանել և մնալ այդ աղոթական վիճակի մեջ և նա մանավանդ հասկանալ, որ դա մեզ համար մեծագույն հնարավորություն է մեր մեղքերի թողությունը ստանալու, Աստուծո շնորհն ու ողորմությունը վայելելու և մեր ազգի համար բարիքներ հայցելու և ստանալու։ Ինչպես ուրիշ տեղ ասում է Սուրբ Հայրապետը, ես իմ ասելիք ասացի, դուք գիտեք մնացածը, կատարել, հետևել, թե արհամարել և անգուսնել։ Եվ ինչպես մյուսները, ովքեր այսօր, այս պահին եկեղեցու չեն, զանազան զբաղումների մեջ են, օգտակար կամ անօգուտ, որտեղ զբաղումներ կան, որ օգտակար են, իսկ զբաղումներ կան, որ բացարձակ անօգուտ։ Իրենց համար էլ աղոթենք, ինչպես Մովսես, մենակ աղոթեց ողջ ազգի համար և խնայեց Տերը, մեկ Մովսեսի աղոթքի շնորհիվ խնայեց Տերը իր ազգին և այն պատուհասը, որին արժանի էր, այդ ազգը իրենց գլխին չբերեց։ Այնպես որ աղոթքը, նույնիսկ մեկ արդար մարդու աղոթքը, հսկայական փոփոխություններ կարող է առաջացնել մեր կյանքում, անկախ մեր գիտակցությունից։ Թող Տերը առատացնի և շատացնի աղոթողներին մեր ազգի մեջ, որի շնորհիվ միայն կարողանանք ոտքի կանգնել, լավ ազգ լինել, լավ հայրենիք ունենալ, հզոր հայրենիք ունենալ, հզոր ժողովուրդ լինել, հզոր պետականություն ունենալ, հզոր համայնքներ ունենալ, առանց աղոթքի ոչ մի բան չենք կարող ունենալ։ Ինչքան էլ որ փորձենք գործով, այսպես ասած, ինչ-որ բանի հասնել, բոլորը ձախողում են, ձախողման են տալիս։ Եվ ահավասիկ այսօրվա օրը մեկ անգամ ևս մեզ հիշեցրեց։ Աղոթենք, որպեսզի Տերը բարեհաճ և բարեհութ լինի մեր ազգի բոլոր զավակների համար, այժմ և հավիտյան։ Ամեն։